Պարոն Մարգարյան, այսօր կրկին ազգային ժողովի դիմաց եք, ինչ պահանջով եք եկել այստեղ եւ ինչ սպասելիքներ ունեք։ Մեր նախկին պահանջները լայն արձագանք ստացան, բայց արդյունք դեռ որ չստացան եւ որպես շարունակություն մենք խնդրեցինք, որ մեզ տրամադրեն ազգային ժողովի ամբիոնը մեր հարցը բարձրաձայնելու համար։ Ցավոք սրտի ֆրակցիաները Հայաստան քաղաքացիական պայմանագիր դաշինքը ոչ մի կերպ կուսակցությունը ոչ մի ձև չի արձագանքել, բայց խմբակցությունները Հայաստանի եւ պատիվ ունեմը արձագանքել են, որ աջակցում են մեզ, սակայն ցավոք սրտի աշխատանքային աջակցություն բացի Սեյրան Օհանյանի ելույթից մենք չստացանք եւ դահլիճ տրամադրելու հարցում նրանք չաջակցեցին։ Եվ միայն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ընդունեց մեզ, լսեց մեզ եւ դիմեց ազգային ժողով դահլիճ տրամադրելու համար։ Նրան տրամադրեցին դահլիճ, բայց ցավոք սրտի 70 հոգանոց։ Այն դեպքում, որ մենք ցուցակը նախորդ տրամադրել ենք 140 հոգու։ Այս պահին ասեմ ձեզ, որ ցուցակը 190-ից ավել շահառու մարդկանցով հագեցած է եւ ոչ մի կերպ 70 հոգանոց դահլիճ չի տեղավորվի։ Դրա համար այսօր եկել ենք խնդրելու, պահանջելու մեզ տրամադրել մեզ դահլիճը։ Եթե ծնողներից ոմանք մասնակցեն, ոմանք չէ, համաձայն չեք։ Ասեմ ձեզ, որ շարժումը պահանջը արդեն վաղուց դուրս է եկել ծնողների շրջանակներից, ընդլայնվել է պատերազմի մասնակիցների, ընդլայնվել է արցախցիների, ընդլայնվել է պատերազմի հանգամանքներով հետաքրքրված բոլոր քաղաքացիների, քաղաքական ուժերի շրջանակներում է արդեն։ Հնարավոր է այդպես բոլորին ովքեր որ հետաքրքրված են, բոլորը կան, ներկա լինեն, որովհետև գերակշռող մասին Իհարկե բոլորին այս լսումները նրա համար էր, որ գոնե այս պահին խոսելու պատրաստ մարդիկ գան եւ արտահայտվեն։ Դա պատերազմի ժամանակ բարձրաձայնած տեսած խնդիրներ մարդիկ են, ովքեր տեսել են խնդիրներ, ուզում են բարձրաձայնեն, արցախցիներ են, ովքեր տեսել են Արցախի հանձնումը, անկումը, շատ սեղմ ցուցակով մեզ մոտ ստացվեց 190 հոգի, որը պետք է կրճատեինք 164-ի, կարծես թե դահլիճը այդքան է տեղավորում։ Հիմա այդ քանակը իջացնել 70-ի ֆիզիկապես անհարգալից կլինի բոլոր մասնակիցների նկատմամբ։ Այդ ցանկանամ ձեր դատական գործին անդրադառնանք միջադեպին, որ տեղի ունեցավ Ալեն Սիմոնյանի հետ։ Նա հայտարարել է, որ պահանջում է, որ դուք ներողություն խնդրեք եւ վճարեք 1 դրամ։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Օրերս եմ իմացել, որ բացի ինձ վրա հարուցած քրեական գործի, որի շրջանակներում Ալեն Սիմոնյանը նույնպես մասնակից է, բայց դեռ չի ներգրավել գործին, դա որպես փաստ եմ ասում, որ կարծես թե գործում միայն ես եմ եղել, ես եմ հայոյել եւ երկրորդ կողմ չի եղել։ Դա քրեական գործն է, որը հարուցված է եւ քաղաքացիական հայցով է դիմել Ալեն Սիմոնյանը դատարան, որտեղ այո պահանջել է ներողություն եւ 1 դրամ հատուցում։ Այս պահին ես եմ պատրաստ դատի նրան եւ մի քիչ առաջ են գնելով Ալենը դա արել, պաստորեն ես էի պատրաստվում դատի դիմել, որովհետեւ ակնհայտ է, որ քաղաքացու հանդեպ եղել է անհարգալից վերաբերմունք, եղել է վիրավորանք, որին նաև հաջորդել է արդեն սեռական բնույթի հայոյանքները, որին նա կարծում եմ չեմ փոշմանում արժանի էր։ Բայց դուք չեք պատրաստվում վճարել այդ 1 դրամը եւ ներողություն խնդրել։ Իհարկե ոչ, չեմ պատրաստվում, որովհետեւ լիարժեք համարում եմ ինձ ճիշտ, ավելին ազգի նկատմամբ իր բոլոր հանցանքների համար Ալեն Սիմոնյանը ներողությունել է խնդրելու եւ դատապարտվելու է, համոզված եմ։ Մտավախություն չունեք, որ կկալանավորվեք։ Մտավախություն ունեմ, ավելին ինձ արգելվել է առնչություն գործի վերաբերյալ մարդկանցով, բայց իմ այս պահին իմ բախտը բերել է, որ այդ շրջանակը դեռ չի նշմարվել, կոնկրետ օրինակ ինձ չի ասվել, որ ազգային ժողովի դիմաց ես այլևս չպետք է լինեմ եւ Ալեն Սիմոնյանին չպետք է անդրադառնամ։ Ես օգտվում եմ հիմա իրանց հուշում եմ, որ դա երևի իրանց համար վտանգավոր է, բայց այս պահին ես օգտվում եմ դրանից, բայց այնուամենայնիվ վարչական վերահսկողության տակ եմ գտնվում, այո, ցանկացած պահին ինձ կարող են կալանավորել։ Հիմա ինչ եք պատրաստվում անել, այստեղ կանգնելու եք, սպասեք պատասխանի, թե ինչ որ գործողությունների եք դիմելու։ Այստեղ մարդիկ են, ովքեր
ինքնակամ մտքով տրամադրությամբ են եկել, նախաձեռնող խումբը կա, բայց այս պահին որոշում չունի։ Պահանջը ինքնաբուխ է, որովհետև երեկոյան իմացանք մերժման մասին։ Ուստի այս պահին չեմ կարող վստահ ասեմ ինչ ենք անելու։ Սակայն ես մի փոքր պատրաստված եմ եկել ըստ իմ հանրային ակտիվության, ես միշտ ինձ հետ զենք ունեմ, այն է իմ բարձրախոսնու ելույթ կունենանք, այո, այս պահին ելույթ կունենանք հանրության ուշադրությունը գրավելու համար։